Եկեղեցի իշխանություն, Նիկոլ Փաշինյանի իշխանություն, այս բախումները ուր կտանեն այսօրվա իրավիճակը, ուր կտանի կհասցնի։ Նայեք, ես Ադրբեջանը թուրքական հեղափոխությունից հետո որ սա եկավ իշխանության, առաջի հարվածը վերցրեց եկեղեցին։ Եկեղեցին փորձ իր մոտ։ Եկեղեցի անցավ երկրապահ կազմալուծեց, անցավ բանակը գրեթե կազմալուծեց, կխատեց բանակի կարևոր մարդկանց, մեր նախկին գեներալներին, բոլորին փորձառու գեներալներին հանեց։ 100 քայլը որ պետք է աներ, դա Արցախն էր, Արցախի հարցը լուծեց, եւ այդ տեսա, որ այս ամեն ինչը ժողովուրդը կուլ են տալիս, հեշտ են մարսում, ասաց ինչի՞ չի փորձեմ հատե եկեղեցին նորից անցնեմ եկեղեցի վրա։ Թեպետ ինքը չի դա ամեն ինչ անում, իր թուրք եղբայրներն են անում, ավակ եղբայրը Էրդողանը, որը որ ամսի 20-ին գնալու է, պետք է ամսի 20-ին ինքը Էրդողանին ասելիք ունենա ինքը, որ տես մեծ աղբեր կամ հայր կամ պապ կամ վերջը ինչ չգիտեմ, ինչ ոնց չգիտեմ ինքը ինչ լեզվով դիմում իրենց, որ փորձեցի այս ամեն ինչ անել, եկեղեցին նորից ուզում եմ կազմալուծեմ եկեղեցին, նորից ժողովուրդը ուզում են ոտի կայնեն։ Ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց չի ստացվում։ Եթե ժողովուրդը ոտքի կայնի, եկեղեցին ոտքի կայնի կաթողիկոսի գլխավորությամբ, ապա վստահ եմ, որ այս թրքահապակ իշխանությունը 1 րոպե առաջ քեռացվի իշխանությունից։ Դա ամենակարևոր խնդիրներից մեկը կլինի մեր երկրի համար, եթե ժողովուրդը համախմբվեն։ Դա է մեր միակ նպատակը դա է, որ այս թրքահապակ իշխանությունից բրծենք։ Եթե չէ, նման մարդկանց ես այսօր ստեղ եմ իմ աջակցությունը հայտնելու հայ բարար Սամվել Կարապետյանին։ Մարդ, որ ինքը իր ստեղծած գումարները ներադրել իր հայրենիքին, իր ժողովրդին, իր եկեղեցուն։ Սուրունե զրկման գործընթաց են սկսել, արդեն ստուգումներ տաշիր ընկերությունում, այդ ցանցը խլելու մասին է Փաշինյանը հայտարարում։ Դե բնականաբար սա ամեն տական քայլի գնալու է, ամեն տական գնալու։ Եթե մենք չկայնենք, չպաշտպանենք, սա իր տականքություն անելու ամենտեղ։ Ինչ կանխատեսում ունեք, դատարանը կկալանավորի գործարանը։ Մտածում եմ, որ կալանավորի, որպեսզի Էրդողանի աչքին ինքը բարձրանա, որ ասի պես Սամվել Կարապետյանը սենց հայտարարություն արեց, ես էլ կալանավորեցի։ Պարոն Մաղթիզյան, ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս իրավիճակում։ Իմ նման, ոնց որ ես եմ տավուշից դուրս եկել հասել ստեղ իմ ներկայությունը ապահովում, իմ աջակցությունը ապահովում այդ մարդուն, բոլոր հայ ժողովուրդը պատրաստ պետք են դուրս գալու փողոց պայքարելու այս թրքահապակ իշխանության դեմ։ Սրանցից 1 րոպե շուտ բրծնելա պետք մեր երկրին։ Եթե չբրծնենք, կործանված ենք։ Մենք չգիտենք ամսի 20-ին ինքը ինչ փաստաթուղթ ստորագրելու եւ ինչա նորից ինչ խնդիր ստանալու, գալու է ինչը քանդելու։ Ինչ գործընթացը սկսելու քանդելու։ Այդ մարդը դրա համար է գնում։ 2 օր է այս իրավիճակն է, մենք նկատում ենք ինչպես բազմությունը հավաքված էր գործարանի տան մոտ, այսօր դատարանի առաջ, ըստ ձեզ այս ամենը կարող է դառնալ քաղաքական մեծ գործընթաց։ Կարծում եմ այո, կդառնա մեծ գործընթաց, եթե ժողովուրդը, ել եմ ասում, ժողովուրդը դուրս գա։ Սամվել Կարապետյանը եւ մի քանի մարդ, որոնք որ իրենց աշխատած գումարը ներեն դրել իրենց երկրի համար, պետականության համար, մեր անկախության համար, քիչ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այսօր նման մարդուն մի հայտարարության համար կալանավորում են եւ փորձում են այդ ամեն ինչը իր ձեռքից խլեն։ Բնականաբար ախորժակները բացվել է, ուզում են ավելի շատ մեծ ախորժակ ունենան, հիմա էլ հեծն են ուզում խլեն, որ իրանք շատ հարուստանան։ Ինքը եւ իր թրքահապատակ ենթականները, որոնք որ տարբեր տեղեր մեծ փողեր, մեծ տներ են կառուցել, դիզել են եւ այսօր վայելում են դրանք։